Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, իրականում նախագիծը շատ ողջունելի նախագիծ է եւ սպասված նախագիծ է։ Ըստ էության քննարկման արդյունքներով եկանք այն զանգման, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտողները ինչպիսի գնահատականներ կստանան, այդ գնահատականները կհամարվեն նաև ատեստացիայի արդյունքներ եւ ըստ այդմ կբարձրանա իրենց աշխատավարձի չափը։ Պաշտպան հայրենյաց ծրագրի մեջ ընդգրկված մեր զինծառայողները, ովքեր 18-ից 20 տարեկանները, ովքեր 6 ամիս ուսումնական զորամաս անցնելուց հետո հանձնում են քննություն, այս քննություններն են լինելու դիֆերենցված, այո, եւ այդ քննության արդյունքները դառնում են նաեւ ատեստացիայի արդյունքներ։ Ստացվում է, որ եթե մասնագիտությունը չի փոխում, եթե չի փոխում մասնագիտությունը, այո։ Ստացվում է, որ տեսեք, նոր ավարտ լեյտենանտը առնվազն ստանում է 230-250 հազար դրամ աշխատավարձ, չէ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտելուց հետո։ Եվ եթե նրա քննության արդյունքները գերազանցեն իր աշխատավարձին 230 կամ 250 հազարին, նա գումարում է նաև 475 հազար աշխատավարձ։ Չէ, կներեք, 475 հազար, սպաների համար այդքան է գերազանցի արդյունքը, եւ խնդրեմ սիրելի հայրենակիցներ պատկերացրեք, թե ինչ մոտիվացիոն հիմք է ստեղծում մեր երիտասարդներին, որպեսզի ընտրեն այս մասնագիտությունը։ Այսինքն լեյտենանտը նոր ավարտած, հնարավոր է, որ ստանա գրեթե 700 հազար աշխատավարձ։ 620-ից 750 հազար դրամ Աշխատավարձ մինչև կարող է ստանալ։ Մարտական հերթապահություն հասկացնող զորամասերում դա կարող է տատանվել մինչև 820 հազար։ Այո, մարտական զորամասերում արդեն որոշակի հավելավճարներ են լինում եւ 800 հազարից ավել աշխատավարձ կարող է լինել։ Բազային 620-ից 750 սա է ճիշտ ասել, որ հետո տարընթերցում։ Շնորհակալություն, իհարկե կողմ եմ անում կողմ քվեարկենք այս նախագծին, այսքան։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, ես որպես Սարագի զեկուցող ցանկություն չունեմ լրացուցիչ ելույթի, պարոն նախարար։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ արձանագրել, որ այս նախագիծը մեր հերթական քայլն է պրոֆեսիոնալ բանակի անցման, շատ կարևոր եմ համարում, խնդրում եմ կողմ քվեարկել, որովհետև սա մեզ օգնելու է, որպեսզի շատանան, ստվարանան մեր շարքերը պայմանագրայիններով, երիտասարդ պայմանագրայիններով, մարդիկ, ովքեր ունակ են դառնալու մեր բանակի միջուկն ու կորիզը։ Շնորհակալ։ Շնորհակալություն, պարոն նախարար, հարգելի գործընկերներ, քվեարկում ենք զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու եւ լիագումար նիստ ուղարկելու դրական եզրակացություն ստանալու դեպքում ովքեր են կողմ դեմ ձեռնպաչկա պարոն նախարար շնորհակալություն Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար